ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է առանցքային հարցը, որի շուրջ դեռևս չի հաջողվել համաձայնության գալ ուկրաինական հակամարտության լուծման համար։ Նրա խոսքով Դոնբասի նկատմամբ ինքնիշխանության հարցը դեռ պետք է լուծվի։ Ընդ որում վերջինս նշել է, այդ խնդրի շուրջ դիրքորոշումների համաձայնեցումը շարժվում է անհրաժեշտ ուղղությամբ։ ԱՄՆ առաջնորդը նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է զրկվել նոր տարածքներից, ուստի ավելի լավ է հիմա գործարք կնքել։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը զուրկ է որևէ իմաստից եւ ոչ մի արդյունք չի տվել։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։ Նրա խոսքով ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար Ռուսաստանի մասնակցությունը պարտադիր պայման է։ Նա ենթադրել է, որ նման հանդիպումները պետք են միայն հանրության ուշադրությունը շեղելու համար։ Ներկայիս բանակցությունները բացարձակապես նշանակություն չունեն, դա պարզապես թատրոն է եւ այն ոչ մի թիզ առաջ չի մղել խաղաղ գործընթացը, հայտնել է փորձագետը։ Ուկրաինայի հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան։ Նա հավելել է, որ անձամբ ջանքեր է գործադրում խաղաղության հասնելու համար։ Որպես հաստատում նա հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ իր բանակցությունների մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացն արդեն վերջնական փուլում է։ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները խաղաղության համաձայնագրի ամենաթույլ մասն են։ Այս մասին հայտնում է Kyiv Post-ը, վկայակոչելով արևմտյան բարձրաստիճան պաշտոնյայի։ Վերջինս նշել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում, դարձել են վերջին ամիսների ամենակազմակերպված եւ բովանդակալից զրույցը, բայց դեռևս որոշ բարդություններ կան։ Բոլորը համաձայն են, որ անվտանգությունը պետք է անթերի լինի։ Տարաձայնությունների պատճառն այն է, թե ում ձեռքում է լինելու կոճակը, ասել է պաշտոնյան։ Եվրոպան ի վիճակի չէ գործել ճգնաժամերից դուրս։ Այս մասին հայտարարել է Eurasia Group ռիսկերի կառավարման խորհրդատվական ընկերության Եվրոպայի գծով կառավարիչ տնօրեն Մուջթաբա Ռահմանը, հաղորդում է Wall Street Journal-ը։ Եվրոպան ճգնաժամային իրավիճակներում գործողությունների բավականին լավ ծրագիր ունի, բայց նա սովորական ժամանակներում շատ լավ կառավարման պլան չունի, ասել է նա։ Ի տարբերություն 1940-ականների վերջի, երբ Եվրոպան ԱՄՆ-ի օգնության շնորհիվ կարողացավ կենտրոնանալ տնտեսական վերականգնման վրա, այսօր եվրոպացիներն ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում որպես առևտրային հակառակորդ։ Հստակեցվում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունն ուժեղացնում է Եվրամիությունում լրացուցիչ բարեփոխումներ անցկացնելու կոչերը։ Փորձագետի խոսքով, եթե ԱՄՆ-ն նույնպես ընկալվեր որպես անվտանգության սպառնալիք, դա անշուշտ կհանգեցներ Եվրոպայում տնտեսության վերաբերյալ բանավեճերի վերսկսմանը։